Հայաստանի Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին սկսել է հունիսի 7-ի խորհրդարանի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի խոսքով որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է, ուստի դատարանը կաշխատի խիստ ռեժիմով, նիստեր անցկացնելով նաև ոչ աշխատանքային օրերին։ Դիլանյանը հայտնել է, որ նիստեր կկայանան նաև հունիսի 27-ին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կիրակի մինչ ուշ երեկո։ Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկում են մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Հանուն Հանրապետության եւ այլ կուսակցություններ ու դաշինքներ։ ԿԸՀ-ի ամփոփ տվյալներով նոր ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիրը կունենա 64 մանդատ, Ուժեղ Հայաստան դաշինքը 29, իսկ Հայաստան դաշինքը 12։ Բարձրացվել է դատավոր Սեդա Սաֆարյանի անկողմնակալության հարցը։ Ակնհայտ է, որ Տիկին Սաֆարյանը ունի հստակ եւ ակնհայտ կողմնակալ վերաբերմունք առնվազն այս դատավարության կողմի մասնակիցներից մեկի նկատմամբ։ Էլ չասած, որ տվյալ ժամանակահատվածում նաև մեր խմբակցությունում եղել են պատգամավորներ, ովքեր արտահայտվել են նաև այդ դիրքորոշման օգտին, լիազորությունների դատարեցման միջնորդությամբ բարձր դատարանը ներկայացնելու որոշման օգտին, որոնք նաև ներկայումս մասնակից այլ քաղաքական ուժերում պատգամավորության թեկնածուներով։ Բարձրաձայնվել է 3 դատավորների մասնակցության անհնարինության հարցը՝ պարոն Վարդանյանի, պարոն Զեյնալյանի եւ տիկին Սաֆարյանի։ Առնվազն տպավորությունս այնպիսին է, որ առաջինը հենց տիկին Սաֆարյանի հարցն է քննարկվել, որի շրջանակներում բացահայտվել են մի քանի հանգամանքներ։ Առաջինը 2021 թվականին նախընտրական գործընթացում ակտիվ ներգրավվածությունը, որպես մասնակից ուժերից մեկի պատգամավորի թեկնածուներից 3-րդ համար զբաղեցնելը։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որը կարծես թե այդ աշխատակարգային նիստի ընթացքում քննարկման առարկա չի դարձել։ Օրինակ, որ նշված ուժը եւս հանդիսանում է Սահմանադրական դատարանում դիմող սուբյեկտ, ներկայացուցիչն էլ հանդիսանում է Տիկին Սաֆարյանի պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող մեկ այլ անձ, 12-րդ համարը կամ 7-րդ համարն է։ Բոլոր դեպքերում այստեղ է հենց պարոն Մեհրաբյանը։ Արդյոք նշված հանգամանքը գնահատվել է թե ոչ, առնվազն իմ տպավորությամբ չի գնահատվել։ Երկրորդ հանգամանքը, այնտեղ անդրադարձ է կատարվել Տիկին Սեդա Սաֆարյանի կողմից որպես տուժողի ներկայացուցիչ իրականացրած փաստաբանական գործունեության։ Այն բովանդակությունը, որը ինձ հասանելի դարձել է, առնվազն բարձր դատարանի դատավորներին ուզում եմ հայտնել, որ ամբողջական չէ, որովհետև այդ գործի շրջանակներում դա դատալեքսում հասանելի է, այսինքն կարծում եմ այդ բաց տվյալի լրացուցիչ բացահայտման անհրաժեշտություն էլ չի լինի, ոչ էլ հավաստիության։ Տիկին Սաֆարյանի որպես Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում Վճռաբեկ դատարանի կողմից որոշում է կայացվել հենց իր կողմից որպես փաստաբան ժամանակին ներկայացրած բողոքը բավարարելու վերաբերյալ։ Արդյոք այդ նույն Վճռաբեկ դատարանի որոշման մեջ կա բովանդակային մեկ նախադասություն այն մասին, որ Տիկին Սաֆարյանը այլևս որևէ առնչություն չունի այդ գործի հետ։ Չկա։ Սեդա Սաֆարյանը նախորդ ընտրությունների ժամանակ եղել է Շիրինյան Բաբաջանյան դաշինքի 3-րդ համարը, իր եղբայրը եղել է 5-րդ համարը, ինքը ունի անձնական վերաբերմունք մասնակցող որոշ քաղաքական ուժերի, այդ թվում նաև ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ։ Բայց դա կրկնում եմ, մեր միջնորդությունը ոչ թե վերաբերվում է նրանց, որ բոլորը անաչառ են եւ ոչ մի խնդիր չենք տեսնում, մենք խնդիր տեսնում ենք Սահմանադրական դատարանի այսօրվա կազմի հետ ամբողջությամբ։ Բոլոր դատավորները բացի Արման Դիլանյանից նախագահողից նշանակված են մեկ քաղաքական ուժի ժամանակ։ Նման իրավիճակ մեկ էլ եղել է 95 թվականին, երբ որ ձևավորվել էր։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էր բոլորը ներկայացված։ Դրանից հետո ժամանակի ընթացքում ունեցել ենք տարբեր ժամանակ, տարբեր աշխարհակաղակական իրավաքաղաքական մոտեցումներ ունեցող դատավորներ, այսինքն ավելի լիբերալ, ավելի պահպանողական, ավելի, ոնց ասենք, պետական կառավարման ինչ-որ ընդլայնելու, ավելի դեպի լիբերտարիանական ուղղություններ ունեցող դատավորներ, տարբեր ժամանակներում, տարբեր քաղաքական լայն իմաստով այդ բառի, ոչ կուսակցական իմաստով մոտեցումներով։ Մենք 20 թվականից հետո այնպես փոփոխությունների արդյունքում իրականացված գործընթացի արդյունքում բոլոր դատավորները կրկնում եմ բացի Արման Դիլյանից նշանակված է մի քաղաքական ուժի կողմից։ Եվ այստեղ մենք տեսնում ենք խնդիր, բայց ինչ, հիմա մենք ասենք դատավորներ չմնան, որովհետև 5 ձայնա պետք որոշում ընդունելու համար, դե բերեք մի հոգով թող քննարկի, պարոն Դիլանյանը։
Այդ արդյունքում մենք չենք ունենա որոշում։ Եթե չունեցանք որոշում, դա ակնհայտորեն ավելի վատ է, քան թե այդ որոշում ունենանք, որը փոքր շանս կա, որ անաչառ որոշում կլինի։ Մանավանդ, որ մեր դիմումը ունի շատ պարզ մաթեմատիկական բանաձև, այսինքն դա եւ ազդեցությունն է շատ հստակ, երբ որ կհասնի մեր դիրքորոշումը կներկայացնենք, բայց ակնհայտ է, որ ակնկալում ենք, որ առնվազն են փոքր մասով բավարարվելու է, իսկ իրականում այդ շանսեր կան, որ ամբողջ ծավալով է բավարարվելու։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը անդրադառնալով Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացին նշել է, որ Հայաստանում դժվար է գտնել մեկին, ով կկարծի, թե ՍԴ-ն կարող է կայացնել իշխանության մոտեցումներին հակասող որոշում, սակայն նրա խոսքով հիմնական հարցը ոչ թե այն է, թե ՍԴ-ն ինչ որոշում կընդունի, այլ այն, թե որոնք են վարչապետ Փաշինյանի քաղաքական կարիքներն ու նպատակները։ Այստեղ սակայն գլխավոր հարցը իհարկե այն չէ, Սահմանադրական դատարանը դեմ կլինի, թե ոչ։ Գլխավոր հարցն այն է, թե իսկ որոնք են Նիկոլ Փաշինյանի կարիքները, որն է նրա խնդիրը, նպատակը, անհրաժեշտությունները։ Մի կողմից պատասխանն այստեղ պարզ է՝ իշխանությունը, մյուս կողմից սակայն այդ իշխանությունը մեղմ ասած բավականին բարդ վիճակում է։ Հետևաբար դրա կարիքները, ռիսկերը, անհրաժեշտությունները ամենևին միարժեք չեն։ Ես սա չեմ ասում այն նկատառումով, թե այդուհանդերձ ՍԴ-ն կարող է հանկարծ կայացնել ինչ-որ անսպասելի որոշում։ Ես այս ամենի մասին խոսում եմ այն նկատառումով, որ մենք թերևս ունենք առկա իրողությունները մի կողմից համապարփակ, մյուս կողմից հանգամանալից գնահատելու կարիք։ Եթե ուզում ենք ձևավորել հանրային պայքարի արդյունավետ համակարգ, իսկ առանց այդ համակարգը կառուցելու կարող ենք մնալ միայն ընդդիմադիր պայքարի պաթոսի տիրույթում։ Եվ այդտեղ արդեն կարևոր չէ, թե ինչ շեշտադրում ունի այդ պաթոսը։ Պաթոսով կոչ են անում ընդդիմությանը հրաժարվել մանդատներից եւ դուրս գալ փողոց, թե ընդդիմությունն է գտնվում ռեժիմի վերջը մոտ է պաթոսի մեջ։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարան են դիմել ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր, որոնք միասին ստացել են ձայների 43.5%-ը։ Նրա խոսքով ՍԴ չդիմաց եւս առնվազն 4 ուժեր, որոնք հավաքել են ավելի քան 2.5% քվե, նույնպես հրապարակայնորեն կասկածի տակ են դրել ընտրությունների արդյունքների օրինականությունը։ Սա նշանակում է, որ ընտրություններին մասնակցած ուժերի մեծամասնությունը, անկախ իրենց միջև առկա բազմաթիվ հակասություններից, եկել է նույն եզրակացության հրապարակված արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը, անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշումներ կկայացնի Սահմանադրական դատարանը, ինչ արձանագրումներ կանի, մեկ փաստ արդեն անժխտելի է, հասարակության առնվազն կեսն ունի եւ ունենալու է խորը մտահոգություններ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Այս ամենը առաջացրել է վստահության ճգնաժամ։ Փաստացի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունը ունեցել է խորը կասկածներ։ Առաջիկայում Փաշինյանի լեգիտիմության խնդիրները ավելի սուր են արտահայտվելու, որը նոր մարտահրավերներ է առաջացնելու նաև Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ իր համոզմամբ հունիսի 7-ի խորհրդանի ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը եւ գործող իշխանությունը չի հաղթել օրինական ճանապարհով։ Մինչ ընտրությունների օրը հրապարակված գրեթե բոլոր թե տեղական, թե միջազգային հարցումները ցույց էին տալիս, որ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը կազմում է շուրջ 35-ից 40%։ Իմ համոզմամբ հենց այդ ցուցանիշն է առավել մոտ իրականությանը։ Մնացած արդյունքները իմ կարծիքով չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամ արտահայտությունը։ Իշխանությունը շարունակում է ապավինել ուժային կառույցներին, հույս ունենալով պահպանել իշխանությունը, առաջացնելով լրջագույն լեգիտիմության խնդիր։ Սակայն խնդիրը միայն ներքին լեգիտիմության մեջ չէ։ Կա նաև մեկ այլ ոչ պակաս վտանգավոր հետևանք։ Միջազգային հանրությունը, հայ ժողովրդի բարեկամներն ու օտարները կարող են եզրակացնել, որ Հայաստանի ժողովուրդն իր ազատ կամքով կրկին ընտրել է այս իշխանությանը, չնայած վերջին տարիներին երկրի կրած ծանր կորուստներին ու ազգային արժանապատվության նվաստացմանը։ Նման ընկալումը կարող է լրջորեն վնասել Հայաստանի եւ հայ ժողովրդի հեղինակությանը եւ աղավաղել ժողովրդի իրական տրամադրությունների մասին պատկերացումը։ Շատ առումներով սա նույնքան վտանգավոր է, որքան ոչ լեգիտիմ իշխանության գոյությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Հայաստանի 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Փաշինյանի խոսքով Ռուբինյանի թեկնածությունն ընտրվել է կուսակցության վարչության նիստում անցկացված քննարկման եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքում։ Արժեփոխ նախագահի պաշտոնին այս պահին առաջադրվել են Ալխազ Ղազարյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Քլիչը նշել է, որ վերջին 4 տարիներին իր եւ Ռուբինյանի միջև ձևավորվել են արդյունավետ աշխատանքային հարաբերություններ եւ բարեկամություն եւ նոր պաշտոնում եւս նրան հաջողություններ է մաղթել։
Հապկում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ կազմակերպությունից անդամ պետության հեռացման կամ անդամակցության կասեցման որոշումը կայացնում է Հավաքական անվտանգության խորհուրդը անդամ երկրների ղեկավարների մակարդակով։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ՀԱՊԿ երկրները քննարկում են Հայաստանի նկատմամբ միջոցներ կիրառելու հարցը անդամավճարները 2 տարի չվճարելու պատճառով։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր հեռացումը եւ որ Երևանը չի պատրաստվում փոխել անդամավճարների չվճարման վերաբերյալ իր դիրքորոշումը։ Հայաստանն արդեն 4-րդ տարին է բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքները։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ խորհրդանի ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակի կայունացման նախադրյալներ կան։ Նրա խոսքով այդ գնահատականը պայմանավորված է վարչապետ Փաշինյանի հայտարարությամբ, ըստ որի Հայաստանը չի պատրաստվում դուրս գալի ԱՏՄ-ից, իսկ ԱՊՀ-ից դուրս գալու հարց օրակարգում ընդհանրապես չկա։ Լեբեդևը նաև նշել է, որ ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին մասնակցել է Հայաստանի ներկայացուցիչը եւ ստորագրել ընդունված փաստաթղթերը, հավելելով, որ կազմակերպությունում հույս ունեն Հայաստանում ամեն ինչ նորմալ կլինի։ Ըստ Պոլիտիկոյի հաջորդ շաբաթ Հայաստան եւ Ադրբեջան կայցելի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այցի նպատակն է տարածաշրջանում ամրապնդել Եվրամիության դիրքերը եւ հակազդել Ռուսաստանի ազդեցությանը։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ այցի օրակարգում կլինեն առևտրատնտեսական եւ քաղաքական կապերի խորացման հարցերը, նաեւ նախկին խորհրդային հանրապետություններում Մոսկվայի ազդեցությանը հակակշիռ ստեղծելու քայլերը։ Ֆոն դեր Լայենին կուղեկցի նաեւ Մարտակոսը, որը զբաղվում է Եվրամիության ընդլայնման հարցերով եւ ակտիվորեն աջակցում է Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության գործընթացներին։ Հայաստանում Եվրահանձնաժողովի նախագահը կհանդիպի վարչապետ Փաշինյանի, իսկ Ադրբեջանում նախագահ Ալիևի հետ։